պահին համերգային համալիրում ընթանում է Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, ինչ ուղերձով եք պատրաստվում քայլերթով շարժվել դեպի համերգային համալիր։ Երկու հիմնական ուղերձ ունենք, առաջինը ներհասթանյան ներքին քաղաքականության առնչվող եւ երկրորդը արտաքին քաղաքականության առնչվող, իսկ ավելի կոնկրետ ադրբեջանական քաղաքականության դեմ եւ Եվրոպայի աստորեն սառացքի ներքո ադրբեջանական հանցագործությունների սաստկացումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ հատկապես Արցախում։ Սա է խնդիրը, ներսում մենք կոչ ենք անելու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին աչք չփակել Հայաստանում դեմոկրատիայի ժողովրդավարության հետընթացին եւ արդեն անթաքույց միահեծան բռնակալության հաստատմանը։ Հայաստանում մենք այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, շինծու գործերով մարդկանց դատումը, անտրամաբանական մեղադրանքներով մարդկանց դեմ քրեական գործերին հարուցում եւ որպես խափանման միջոց ընդունում են կալանքը, այսինքն զրկում են ազատությունից, իսկ իշխանության հետ կապ ունեցող անձանց կամ պետական համակարգում ծառայած անձանց ծանր հանցագործությունները մնում են մարդկանց դեմ քրեական գործերին հարուցում, բայց որևէ հետևանք չկա, մասնավորապես Սոնամ Նացականյանին մահացու վրայարդի ենթարկած վարորդի հետ։ Այսինքն որպես իրական եթե Եվրոպան որպես իրական բարեկամ է ուզում հանդես գալ Հայաստանի համար, չի կարող աչքերը փակ պահել Հայաստանում տիրող այս ապօրինությունների վրա։ Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքը կա, չէ՞, որ ասում է կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը փորձում է ընդդիմությանը ներկայացնել որպես ռուսական ազդեցության գործակալ, իրենց պատկերել որպես արևմտյան արժեքների ջատագով, ժողովրդավարության ջատագով, բայց այս ամեն ինչը իրականության հետ որևէ աղերս չունի։ Մենք միշտ հանդես ենք եկել Եվրոպայի հետ սերտագույն հարաբերությունների հաստատման օգտին, մասնավորապես ՍԵՊԱ-ի ամբողջական ամբողջ ծավալով իրականացման օգտին։ Մյուս խնդիրը իհարկե վերաբերում է Արցախին, Արցախահայությանը։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության, էթնիկ զտման եւ քաղաքակիրթ աշխարհի պարտականությունն է ապահովել արցախցիների անխոչնդոտ հավաքական եւ անվտանգ վերադարձը իրենց հայրենիք։ Մենք Բաքվի բանտերում ունենք բանտարկյալներ եւ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն բանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու ուղղությամբ եւ իհարկե մենք չենք կարող մի վայրկյան անգամ դադարել մտածել Բաքվի զնդաններում պահվող մեր հայրենակիցների